Ցավոք պետք է տխրացնեմ բոլորից, դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ կալանք տվեց 2 ամիս ժամկետով, այո։ Այսինքն մեր հույսերը հոդս ցնդեցին, չգիտեմ, բառեր չեմ կարողանում գտնել ասելու, բայց սա է մեր իրականությունը, ինչի մեջ մենք այսօր ապրում ենք։ 12-րդ դասարանի աշակերտին գտան, որ պիտի անպայման կալանք կիրառեն, հիմա էս ունենք, պիտի գնանք առաջ պայքարենք մինչև վերջ։ Հələ չի տվել 1 ժամվա ընթացքում որոշումը կտա, չունենք հիմնավորումները։ Երկու հոդվածներով են ինչ-որ առաջադրվել է մեղադրանք։ Ոչ, Դավիթը մարտական հանգիստ տղամարդավարի պահված դրսևորեց, հուսամ կդրսևորի ամբողջ ընթացքում եւ արդարությունը կհաղթի, այսքան բան։ Քաղաքական գործունեությունը խոչընդոտվել։ Ձեր կողմից եղել է հակափաստարկ եկեղեցում ինչ գործունեություն է ծավալվել։ Կարծում եմ այն միջնորդությունից ինչ որ ներկայացվել էր պաշտպանական խմբի կողմից քարը քարի վրա չի թողնվել, ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Լավ ժողովուրդ, էմոցիաները շատ են։ Այո, իհարկե շատ, բայց չենք թողելու այդ երեխաներին։ Դատարանը բավարարել է միջնորդությունը Դավիթին կալանավորելու եւ լուրը իմանալուց հետո Դավիթի մայրիկի ինքնազգացողությունն է վատացել։ Ժողովուրդ, հիմա ամենակի